Ես մարդիկ որտե՞ց մեր աշխատավարձը տան։ Այսինքն ձեր աշխատավարձի ստանալու օրերն են։ Այո, հիմա մենք արդեն պետք է ավանս ստացած, աշխատավարձի կեսը ստացած ու չկա։ Չենք աշխատում, դրա պատճառով հիմնարկը չի կարում այդ աշխատավարձն է տա, որովհետև փոխանցումով է, արդեն մենք չենք ստանում։ Քարտային փոխանցումով է, որ ոչ մի կոմպյուտեր, ոչ մի հաշվապահություն, սաղ փակել են, որտե՞ց է տա այս մարդը աշխատավարձը։ Ինչ հետաքրքիր է, էլի, այս 8 օրերի ընթացքում որ ասում եք կտրուկ քայլերի կդիմեք ու նաև Սևանի չի բացառում, որ նաև ճանապարհը փակեք։ Դուք փորձել եք որևէ մեկին ասել։ Դեռ չէ, մենք հույսով ապրում ենք, մտածեցինք երևի մեր կառավարությունը ինչ-որ մի բան կմտածի, մեզ մի հատ պատասխան կտա, բայց նաղդի 8-րդ օրն է անորոշ վիճակ է։ Ոչ ասում են կլինի, ոչ ասում են չի լինի, որ մենք հույսով մնանք։ Իմանանք 10 օրից կլինի, սպասենք 10 օրից։ Մի ամիսից կլինի, եթե մի ամսվա ընթացքում մի ուրիշ գործ անենք, ապրենք, մինչև էդի բացվի։ Ոչ մի բան չեն ասում մեզ։ Հիմի գնամ ես ուրիշ գործ էլ բացեմ, Աստված հաջողա կարող է 5 օր հետո բացվում է իմ գործը, բայց ինձ էսի է հարմար։ Ես չեմ ուզում ուրիշ տեղ եթամ, կամ պետք է ստեյս ռաշոտ լինեմ։ Չի լինի, եթե 5 օրով ուրիշ տեղ մի հատ հիմնարկ մտնեմ, հետո էսի բացվի նույն դեից ելնեմ գամ ստեղ։ Դրա համար կոնկրետ մենք ուզում ենք իմանալ, կոնկրետ օր ասեն 10 օր, ախպեր 10 օրվան եթանք ուրիշ բանվորություն անենք, մի բան անենք, մինչև էսի բացվի։ Կարող է 5 օր գնա ուրիշ տեղ աշխատի, մեկը 5 օրից հետո գնան ընդե փակեն։ Հիմա մենք կապ չունի, հիմա մենք բոլորս բարձրանում ենք մեր Աբովյանի քննչական կոմիտե։ Հիսուսի արձանն էլ մենակ չէ։ Այս հիմնարկի հետ լիքը շինարարական կազմակերպություններ կա, որ պայմանագրեր ունեն ստեից քարեն տանում են նրանք էլ պետք է սրա պատճառով փակ լինի։ Էլի ձեր վիճակը 2 օրից կբացվի, հիմա ասենք որ խոսքի բանկերը չվճարեցին, ոնց որ ասես գործընկերս կգցան սև ցուցակարակի մեջ։ Չեն ասել, դա մեր խնդիրը, բանկի խնդիրը չի, ոչ էլ մեր խնդիրն է։ Ոնը մի հատ այդքան մեզ ասեն 2 օրից կբացվի կամ 10 օրից է բացվելու, մենք մեր գլխի գալիքը իմանանք։ Մի շաբաթ նստել ենք տունը, ոչ մի բան չեն ասում մեզի։